Մայիսի 31-ի առավոտյան Բերթավանի բնակիչներն ու գյուղի հյուրերը ուղտերթով շարժվեցին դեպի Սուրբ Նշան եկեղեցի։ Բերթավանի ամրոցի հարևանությամբ գտնվող սրբավայր հասած ուխտավորները մասնակցեցին Սուրբ Պատարագի։ Վեմքարի վրա Տեր-Կորյուն քահանան մատուցեց Սուրբ Պատարագ։ Բաց երկնքի տակ հնչող աղոթքներն ու շարականները առանձնահատուկ մթնոլորտ էին ստեղծել։ Սուրբ Նշան եկեղեցին Բերթավանի կարևոր պատմաճարտարապետական հուշարձաններից է։ Ժամանակի ընթացքում վնասված ու կիսավեր դարձած կառույցը շարունակում է մնալ գյուղի հոգևոր ու պատմական հիշողության կարևոր խորհրդանիշներից մեկը։ Սրբավայրի պահպանության գործում մեծ է նաև բերթավանցիների ներդրումը։ Գյուղացիների ջանքերով տարածքը պարբերաբար մաքրվում եւ բարեկարգվում է։ Բերթավանը ունի բազմադարյա պատմություն, բայց վերջի 100-ամյակում Բերթավանում եկեղեցի չի եղել։ Այսօր մենք գտնվում ենք Սուրբ Նշան եկեղեցու հարևանությամբ, որը 17-18-րդ դարի եկեղեցի է, խոնարհված եկեղեցի։ Գաղափարը ի սկզբանե առաջ եկավ հենց նրա համար, որ Բերթավանում չկա եկեղեցի։ Որոշեցինք, որ մենք պետքա մեր եկեղեցին, մեր ունեցած եկեղեցին վերակառուցման ավելի նոր շունչ տանք, ու տենց ի սկզբանե ծագեց այդ գաղափարը։ Այստեղ մեծ աշխատանք է տարվել, թե մաքրման, թե խորանը ավելի կարգի բերելու։ Չնայած իր հարուստ պատմամշակութային ժառանգությանը, ակտիվ երիտասարդական ու մշակութային կյանքին եւ զբոսաշրջային զգալի ներուժին, Բերթավանը մինչ օրս գործող եկեղեցի չունի։ Այս հարցը հաճախ են բարձրաձայնում բերթավանցիները, ովքեր կարևորում են գյուղում գործող եկեղեցու առկայությունը, որպես եւ հոգևոր եւ համայնքային կյանքի կարևոր կենտրոն։ Իրականում այսօրվան կարծում եմ ցանկացած բերթավանցի է շատ երկար սպասել, անկախ նրանից, որ մեր տարածաշրջանի մարդիկ մի քիչ անհավատ են համարվում, այնուամենայնիվ պատարագների մասնակցելու համար գնալ այլ գյուղեր, գնալ այլ տարածաշրջաններ միայն նրա համար, որ գյուղում չունենք եկեղեցի, բավականին ցավալի փաստ է, սակայն այսօրը եւս մեկ ապացույց էր, որ հավատը կարողանում է միավորել մարդկանց եւ հավատի, հույսի եւ ներդաշնակության այդ ամեն ինչի ամբողջությունը այսօր մեր Սուրբ Նշան եկեղեցում է հավաքվել 16-17-րդ դարերի կառույց է եւ վերջին երևի թե 50 տարում թերևս, գուցե դրանից ավելի շուտ, այստեղ պատարագ չի մատուցվել, եկեղեցական որևէ արարողակարգ չի եղել ու այսօրը նաեւ վերածննդի օր կարող ենք համարել։ Բոլորս իրապես փառավորված ենք, շատ ողջավորված ենք այս փաստի առթիվ եւ կարծում եմ, որ մի օր ոչ թե կիսավեր ու խոնարհված եկեղեցում մենք պատարագի ականատեսը կլինենք ու մասնակիցը կլինենք, այլ նաև արդեն օրհնված, օծված եւ վերակառուցված եկեղեցում։ Նպատակ կա օգտագնացությունը վերածել գեղեցիկ ավանդույթի եւ տարվա ընթացքում ավելի հաճախ այցելել սրբավայր, պահպանել սրբավայրի նկատմամբ հոգացությունը եւ նոր շունչ հաղորդել գյուղի հոգեվոր կյանքին։ Միաժամանակ նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս ուշադրություն հրավիրել Բերթավանի պատմամշակութային ժառանգության պահպանման եւ արժեվորման կարեւորության վրա։ Հանձի մեղա խորհրդով, բանիվ եւ գործով եւ ամենայն